Բիոսոֆիա բնապահպանական կազմակերպության նախագահ Գևորգ Պետրոսյանը օրերս դիմել է վարչական դատարան, մեղադրելով Շիրակի մարզպետարանին, որ վերջինս Արթիկ քաղաքի ջրամատակարարումը բարելավելու համար առանց բնապահպանության նախարարության համաձայնության շինթույլտվություն է տվել Շինաշխարհ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, եւ վերջինս պահանջում է, որպեսզի դադարեցվեն ապօրինի շինաշխատանքները։ Մանտաշի ջրամբարից վեր ստորգետնյա ակունքներից տրենաժավորման համակարգով վերցվում է ջուրը եւ շրջանցելով Մանտաշի ջրամբարը միացվում է Արթիկ քաղաքը սնող ջրագծին։ Այս ծրագիրը բնապահպանի խախտում է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի ազդեցության փորձաքննության մասին օրենքի 12-րդ հոդվածը, քանի որ այն իր մեջ պարունակում է լուրջ բնապահպանական ռիսկեր։ Մանտաշի ջրամբարը, երբ որ ամառվա ամիսներին հիմնականում սնվում է ստորգետնյա ջրաղբյուրներից, այս դեպքում ստանալու է ավելի քիչ քանակությամբ ջուր, բայց ամառվա ամիսներին Մանտաշի ջրամբարից վերցվում է ամենաշատ քանակությամբ ջուրը ոռոգման եւ խմելու նպատակով։ Մանտաշի ջրամբարը իր հարակից տարածքներով այսօր դիտվում է որպես Շիրակի մարզի բնության հատուկ պահպանվող տարածք, ունի հետաքրքիր կենսաբազմազանություն եւ հետագայում կարող է դառնալ պահպանման գոտի։ Բացի այդ, այս ծրագրի շրջանակներում Արթիկի մատակարարվող ջրի ծավալները կրկնակի կրճատվում են, այսինքն եթե ներկայումս Արթիկը Մանտաշի ջրամբարից վայրկյանում 350 լիտր ջուր է ստանում, ապա նոր ծրագրով նախատեսում է 110 լիտր։ Նշանակում է, որ ծրագիրը չի կարող բարելավել Արթիկի ջրի պահանջը, իսկ դա արդեն լուրջ խնդիրների առաջ է կանգնեցնելու, քանի որ ներկայիս ջրամատակարարումը չի բավարարում արտիքցիներին, մեծ մասն ապրում է առանձնատներում եւ ներկայումս խմելու ջուրը օգտագործում է նաեւ ոռոգման նպատակներով։ Արթիկ քաղաքի ներքին ցանցի հոսակորուստները վերացնելուց հետո 110 լիտր վայրկյանը լիովին բավարարելու է, բայց մնում է մեկ այլ խնդիր, Արթիկ քաղաքը, եթե ենթադրենք, որ բավարարելու է խմելու համար, Արթիկ քաղաքը այսօրվա դրությամբ չունի ոռոգման ցանց եւ լուրջ դժվարություններ է առաջանալու ջրի քանակի հետ կապված։ Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանից փորձեցինք հետաքրքրվել, թե ինչու են շինաշխատանքները սկսել առանց համապատասխան բնապահպանական փորձաքննության։ Մեր կողմից շինարարական թույլտվությունը տրվեց պայմանով, որ պարտադիր կարգով ներկայացվեր նաև համալիր փորձաքննության եզրակացությունը։ Եվ այս պահին մենք արդեն իսկ ունենք համալիր փորձաքննական եզրակացությունը, որ առանց որևէ բնապահպանական խնդիր խաթարելու թույլատրվում է այդտեղ իրականացնելու համապատասխան աշխատանքներ, այնպես որ այդ հարցը ձեր կողմից նշված համարում եք փակված։ Այս ամենի մասին Գևորգ Պետրոսյանը շարունակում է մնալ այն կարծիքին, որ մարզպետարանի տված թույլտվությունը ուշացած է եւ ձևական։